Նա սիրում է դժվարություններ հաղթահարել, երբեք դրանցից չի խուսափում։ Նա իր սիրած մասնագիտությամբ զբաղվելու համար դեմ գնաց բոլորին եւ կարողացավ հասնել իր նպատակին։ Նա չի սիրում սովորական ոչինչ։ Թերևս այդ պատճառով էր, որ կյանքի ընկեր ընտրեց ոչ սովորական, տաղանդավոր մի մարդու, ում խստության եւ պահանջկոտության մասին շատերն էին խոստովանում։ Բայց նա իր կանացիությամբ եւ ուժով այստեղ էլ ամեն ինչ հարթեց։ Իմ հյուրն է դերասանուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Գոհար Իգիթյանը։ Սիրելի Գոհար, ուրախ եմ, որ թատրոնից դուրս ունեմ հնարավորություն քեզ հետ շփվելու եւ ուրախ եմ, որ այսօր մեր տաղավարում ես։ Ես նույնպես ուրախ եմ, Լուիզա ջան, շնորհավորում եմ ձեզ, այս տաղավարն էլ շատ գեղեցիկ է, շատ հաճելի է, որ ձեզ հյուրընկալում եմ այսօր։ Ճիշտ է, որ 5-6 տարեկանից ասում էիր, որ դերասան պիտի դառնաս։ Այո, ճիշտ է, բազմից եմ ասել, դե այդ տարիքում, ինչպես բոլոր փոքր երեխաները, սիրում են երգել, պարել, արտասանել, ու ես այդպիսի վիճակներում էի, ու երբ որ ինձ հարցնում էին դու ինչ ես ուզում դառնալ, ես միանշանակ ասում էի դերասանուհի, չնայած երգում էի այդ ընթացքում էլ։ Ձեր ընտանիքում ոչ միայն դերասաններ չկան, այլ նաև քո հայրը բավական ավանդապաշտ հայ տղամարդ էր։ Ինչպես ընդունեցին այդ գաղափարը, որ պիտի դառնաս դերասանուհի։ Դե փոքր ժամանակ լուրջ չէին ընդունում, իսկ երբ որ արդեն հասա այն տարիքին, որ արդեն պիտի գործերս հանձնեի թատերական ինստիտուտ, առաջ եկան խնդիրներ։ Քանի որ ես դպրոցում բավականին լավ սովորող էի, իմ ծնողները մտածում էին, որ ես, ինչպես բոլոր հայ ընտանիքի աղջիկները, ավելի լուրջ մասնագիտություն կընտրեմ։ Նույնիսկ գնացի մանկավարժական ինստիտուտ, այդպես էլ չհանձնեցի գործերս, վերադարձա տուն եւ հայտարարեցի, որ ես ոչ միտեղ չեմ սովորելու։ Եթե ընդունվեմ, ապա միայն թատերական ինստիտուտ։ Եթե ոչ կամուսնանամ, ոչ կսովորեմ, ոչինչ չեմ անի։ Ու այդպես, քանի որ արդեն թատերական ինստիտուտում քննությունները այն ժամանակ վաղ էին քանձնում, մեկ ամիս շուտ էր ընդունված բոլոր ինստիտուտների քննություններից, ես արդեն կարդացել էի, որ կինոդերասանի ստուդիայում ընդունում են հայտեր սեպտեմբեր ամսին։ Ու գաղտնի գործերս հանձնեցի կինոդերասանի ստուդիա։ Չնայած իմ եղբայրը իմացել էր եւ հանձնաժողովին խնդրել էր, որ ինձ կտրեն քննություններից, դա ես հետո իմացա քննություններից հետո, բայց ես ընդունվեցի։ Իսկ 2 տարի անց, չնայած այնտեղ 3 տարի պիտի սովորեի, արդեն ստուդիայից գաղտնի գործերս հանձնեցի թատերական ինստիտուտ։ Չնայած ես պիտի գնայի մանկավարժական Հենրիկ Մալյանի կուրս, ինքը ինձ հրավիրել էր, որ ես այդ տարի անպայման իր կուրս քննություններ հանձնեմ, որովհետև ուզում էր, որ ես իր կուրսում լինեմ։ Բայց բախտի քմահաճույք էր, ես այդպես պատահական հանձնեցի քննությունները թատերական ինստիտուտում եւ ընդունվեցի։ Միաժամանակ ավարտեցի նաեւ դերասանի ստուդիան։ Ու այդպես մերոնց տեղակ պահեցի, էլ ոչինչ չէին կարող ասել, ասես հայրս դե եթե դու այդպես կարող ես մենակ գնալ ինքդ գաղտնի քննություններ հանձնել ընդունվել, ուրեմն դա քո ճանապարհն է, աղջիկս գնա։ Բոլորս մեծ ուրախությամբ ենք հիշում մեր ուսանողական տարիները։ Ինչով են տպավորվել այդ տարիները քո մեջ եւ արդյոք իսկապես հիշելիս ուրախություն ես ապրում։ Իմ ուսանողական տարիները եւ ստուդիայում շատ հետաքրքիր են եղել, որովհետեւ այն ժամանակ ես ստուդիայում սովորում էի ինձնից բավականին բարձր տարիքի մարդկանց հետ։ Իսկ թատերական ինստիտուտում տարիքով մեծ ես էի։ Ես 19 տարեկան էի, նրանք 16-17 էին ընդունվել։ Շատ ուրախ, շատ անհոգ, դե դա այն տարիներն էին, որ մենք ապրում էինք սովետական ժամանակաշրջան, իսկ դա երևի ոչ միայն մեր երկրի համար, ու կարծում եմ ոչ միայն ինձ համար, այլ բոլորի համար ամենաուրախ, ամենաանհոգ, չէ, այդ տարիները դեռ ուրախ էին։ Շատ լավ, շատ, չգիտեմ, հետաքրքիր, որովհետև ինստիտուտը շատ փոքր էր, հիմա շատ ավելի մեծ է ինստիտուտը, այն ժամանակ մենք ընդամենը սովորում էինք նկարիչների, արվեստագետների, թատերագետների, ու ամեն կուրսից մի 5 հոգի էին, այսպես, միայն դերասանական կուրսն էր, որ 11 հոգի էինք, եւ շատ գողտրիկ, որը գտնվում է Իսահակյան փողոցի վրա, ես այդ ինստիտուտում եմ սովորել։ Ինքը շատ հետաքրքիր ինստիտուտ էր այն ժամանակ, ես հիմա չգիտեմ ինստիտուտը ինչպիսին է, բայց
ուրախ, անհոգ, շատ նախ բարդ էր ընդունվել Թատերական ինստիտուտ, մթնոլորտներ այլ, շատ բազմաթիվ, օրինակ իմ կուրսի ղեկավարն էր Կիմ Արզումանյանը, Մետաքսա Սիմոնյանն էր ինստիտուտում, մի շարք մարդիկ, որոնք հիմա արդեն, ասենք, պատմության մեջ լեգենդ են համարվում։ Վարպետներ, որոնք ձեզ ուսանել են։ Այո։ 86 թվականից աշխատեցիր երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, որտեղ խաղացիր 4 գլխավոր դեր։ Այդ ժամանակաշրջանը ինչ տվեց քեզ, հետաքրքիր էր արդյոք եւ ինչու թողեցիր այդ թատրոնը։ Դե ես այդ ժամանակ դեռ ինստիտուտում սովորում էի, երբ որ հրավերք ստացա, որ ես էքսպերիմենտալ թատրոնում խաղամ Մոխրոտի դերը։ Ու էլի ինձ մոտ միշտ այնպես է, որ միտեղ սովորում եմ, միտեղ աշխատում եմ, այդ ընթացքն էլ ես ընդունվեցի եւ ինձ ասեմ, որ միանգամից աշխատավարձով ընդունեցին աշխատանքի, Մոխրոտով մտա թատրոն, որից հետո ես 8 ամիս եմ ընդամենը աշխատել էքսպերիմենտալ թատրոնում, բայց խաղացել եմ Գարսիա Լորկա, Դաստոևսկի եւ ռուսական մի դրամատուրգի գործը, որը հիմա չեմ հիշում, գլխավոր դեր, նորից սպասվում էին բաներ, բայց էլի ճակատագրի խաղը կա այս ամեն ինչի մեջ, փողոցում մի օր հանդիպում եմ իմ ընկերներից մեկին, որը ինձ հարցնում է, թե ես որտեղ եմ, ինչ եմ անում։ Ասացի ուր եմ, ու նոր ավարտել էի արդեն ինստիտուտը, ասեց, իսկ ինչու չես գնում դրամատիկ։ Ես վախ ունեի, ճիշտն ասած, մեծ թատրոններ գնալուց, որովհետև էլ եմ ասում, շատ բարդ էր ցանկացած թատրոն մտնելը։ Դե հիմա ընդունվել էի, ինձ հրավիրել էին, այսպես ինձ շատ լավ էի զգում։ Ասեց, հիմա գեղարվեստական ղեկավարն է դրամատիկի Արմեն Խանդիկյանը եւ ինքը բավականին հետաքրքիր մարդ է եւ ընտրում է շատ լավ երիտասարդներ։ Ուզում է թատրոնը ներգրավի երիտասարդներով։ Ես ասեցի, բայց ես ոնց կարող եմ գալ, ասել ես ուզում եմ, ասեց փորձիր։ Այդպես մի օր որոշեցի գնալ, մտնել Արմեն Խանդիկյանի մոտ։ Ինքը իմանալով, որ ես էքսպերիմենտալ թատրոնում ռեպերտուարում զբաղված եմ, ասեց, ինչպես ես գալու։ Այդպես հեշտ չի այնտեղից քեզ չեն ազատի այդպես հեշտ։ Եթե կարող ես գնալ այնտեղ ազատվել աշխատանքից, դու էլ գիտես թատրոնում կարգը ինչպես է, զբաղված դերասանուհին իր կամքով չի կարող ցանկացած ժամանակ թատրոնից դուրս գալ։ Ես քեզ ոչինչ չեմ խոստանում նախ ասած, եւ հետո եթե կարողանաս գալ կմտածենք։ Ես մի օրում եմ իմ որոշումը կայացրել։ Ինչու դուրս եկա, որովհետև հասկանում էի, որ կամ կռահում էի, որ այդ թատրոնը այլևս գոյություն չի ունենա, չգիտեմ։ Ինձ ամենայն դեպս այդ հարցում ոչ ոք չի օգնել։ Ես միշտ իմ որոշումներում ես եմ ինքս որոշում կայացնում բոլոր իմ կյանքին վերաբերող հարցերում։ Մեկ գիշերում որոշեցի, որ ես պիտի դուրս գամ էքսպերիմենտալ թատրոնից ու գնամ դրամատիկ։ Ու այդպես էլ արեցի, ճիշտ այնտեղից ինձ դուրս գալը շատ հեշտ չտրվեց, դա երկար պատմություն է, չեմ ուզում անդրադառնամ, բայց գնացի դրամատիկ, ես 20 օր եմ ընդամենը դրամատիկ թատրոնում եղել ժամանակավոր կարգավիճակում, ինձ տվել են 1 տարի ժամանակ, որպեսզի ես այնտեղ ինքնահաստատվեմ, ցույց տամ ինչ եմ ինձնից ներկայացնում, ու հետո արդեն հիմնական կազմում ինձ ընդունեցին որպես դերասանուհի։ 1987-ից Այո, արդեն դրամատիկի 30 տարին կլրանա նոյեմբերին։ Կոր խաղացել ես բազմաթիվ դերեր եւ խաղացել ես փայլուն, մեծ, փոքր, որն է ըստ քեզ ամենահաջողված քո մարմնավորած կերպարը կամ քո կողմից ամենասիրվածը։ Գիտես Լուիզա, ինքդ էլ գիտես, դերասանուհի ես, սկզբից երբ որ դեր ես ստանում, երևի չես մտածում, որ դու դա այդքան կսիրես։ Բայց կյանքի բերումով իմ բոլոր դերերը ես երբ որ ստանում եմ, մտածում եմ ինչպես անեմ, որ խաղամ։ Հետո երբ որ իմն են դառնում, ինչպես ասենք երեխաներն են, այդպես էլ դերերն են։ Ես հիմա հատուկ չեմ կարող առանձնացնել, որովհետև պիտի սիրես, որ կարողանաս լավը լինել կամ անկեղծ լինել։ Դրա համար բոլորից շատ իհարկե հիմա կարող եմ շեշտել, որովհետև դա ինձ վաղ-հասակում տրվեց ու շատ երկար խաղացի Ռոմեո Ջուլիետի դայակը, որը շատ հետաքրքիր դեր էր, բայց պիտի առանձնացնեմ ու չեմ կարող չառանձնացնել վերջերս բեմադրված եւ քո փայլուն մարմնավորած Փարիզյան դատավճիռը ներկայացման։ Փարիզյան դատավճիռի մեջ Մանուշյանի դերակատարումը եւ Ձուկն առանց ջրի կամ սուիսայդ ներկայացման մեջ կնոջ դերակատարումը
ի տարբերություն Ռոմեո Ջուլիետի, այս երկու դերերս էլ փոքր դերեր են։ Ես բեմում եմ ընդամենը 10-15 րոպե, բայց իրանք շատ խորը եւ շատ բազմանշանակալից դերեր են ու իմ հոգում իրենք բոլորովին այլ տեղ ունեն։ Չհաշված իմ բոլոր կոմեդիաները, որոնք ես շատ խաղացել եմ ու խաղում եմ, սրանք ուրիշ են ինձ համար, այսպես առանձնացնեմ։ Կոր մեծ դերասաններից ընտրում են ռեժիսորները եւ շատ հաճախ լինում են կերպարներ, որոնք ըստ մեզ մենք կարող ենք խաղալ, բայց մեզ չեն ընտրում։ Դու ինչպես ես քո մեջ լուծում այդ խնդիրը եւ չես նեղվում եւ չես չարանում։ Ես վաղուց չեմ չարանում ոչ մի բանի վրա, որովհետեւ այս տարիների ընթացքում շատ բան եմ հասկացել։ Երբ որ երիտասարդ էի ու մտածում էի ես դերասանուհի դառնամ, երևի ինձ պատկերացնում էի Ջուլիային թատրոն գործը հիշում ես դերասանուհու մասին է։ Այո։ Ինձ թվում էր, որ թատրոնը այդպիսի մի բան է, ու դու պետք է միշտ լինես բոլորի ու ամեն ինչի կենտրոնում։ Երբ որ ես արդեն մտա թատրոն ու պատմություններ տեսա իմ աչքի առաջ, մարդիկ, որոնք մեծ ճանապարհ են անցել ու հետո ինչի են հանդիպում իրենց կյանքում, հասկացա, որ թատրոնը դա մեր մասնագիտությունը դա միֆ է, ես էլ եմ ասել, ու ինչ որ ոչ իրական մի բան է, որին դու ձգտում ես, բայց երբ որ դու դրան հասնում ես, դու հասկանում ես ինքը շատ իրական է եւ շատ դաժան։ Եվ ինստիտուտում ես Չապլինի աղջկան հասարակագրված նամակն էի կարդում Ջերալդինային, որ աղջիկս երբեք չհմայվես արքայազնի կամ ադամանդի փայլով, դու շատ կարող ես վերև բարձրանալ, բայց ընկնելը շատ ավելի ցավոտ կլինի։ Երևի ես շուտ կարողացա դա հասկանալ։ Ես շատ մեծ պոպուլարություն եմ հենց ունեցել 23 տարեկանում, շուրջ 30 տարի առաջ, երբ որ հեռուստաբեմադրություն եղավ ու ես խաղացի Դումբաձեի պիեսում Մացածո։ Ես այդ ժամանակ հասկացա, թե ինչ է պոպուլար լինելը, հիմա երևի այդպիսի պոպուլարություն ոչ ոք չի տեսնի, բայց հասկացա նաև, որ դա ինձ այդքան էլ հաճելի չէ։ Ես 4 տարի պայքարում էի դրա դեմ, որպեսզի ես հանգիստ կարողանամ դուրս գալ փողոց։ Չեմ չափազանցնում ու չեմ սեթևեթում հաստատ ու հասկացա, որ ես այս մասնագիտությունը զուտ ընտրել եմ, որովհետև ես սիրում եմ հենց process-ը։ Իսկ թե արդյունքը ինչ է, արդյունքը ես գոհ կլինեմ, որ ուղղակի բավարարեմ հանդիսատեսի ցանկությունները, իրենք գոհ գնան, ընդամենը։ Իսկ կա մի դեր, որի մասին երազել ես ու դեռ չես խաղացել։ Դերեր երազում էի առաջ շատ, բայց էլի եմ ասում, մտնելով այս բնագավառ հասկանում ես, որ դու պիտի հրաժարվես քո այդ երազանքներից, պիտի սպասես ուղղակի, որ քեզ տեսնեն ու քեզ դեր վստահեն։ Հիմա գոհանում եմ այն ինչ որ ունեմ։ Հեշտ է արդյոք լինել այն թատրոնի գեղարվեստական ղեկավարի կինը, որտեղ աշխատում ես։ Արդյոք դա երբևէ խնդիրներ չի առաջացրել։ Բազմիցս ասել եմ, որ եւ հեշտ է եւ դժվար։ Պարզապես ինձ համար երևի արդեն հեշտ է, որովհետեւ էլ եմ ասում, ես շատ շուտ կարողացա ինքս վերանայել որպես մարդ, իմ ցանկությունները, ես շատ երեսառած եմ եղել ընդհանրապես, եւ որպես կին, եւ որպես դերասանուհի։ Եթե այդ անցած շարքս որ պատմեցի, ել եմ ասում, եթե ես 8 ամսում կարող էի 4 գլխավոր դեր խաղալ, ես հրաժարվել եմ այդ ամենից, եկել եմ դրամատիկ, սկսել եմ Մասովկայից։ Մասովկան գիտես ինչ է։ Ու հիշում եմ Արմեն Խանդիկյանը առաջին մեր հանդիպման ժամանակ ասեց, ինչ ընտանիքից են, ծնողներդ ովքեր են։ Երբ որ պատասխանեցի, ասեց դե քո ցանկություններն էլ շատ համեստ կլինեն։ Ես շատ ժպիտով ասացի, որ այս մարդ այս կյանքում ընդհանրապես ստանում են ինչին ինքը արժանի է։ Ու ես քչով բավարարվող մարդկանցից չեմ։ Հիմա այդ քչով բավարարվելը երկու կողմ ունի։ Ես մի էտապ ունեցա իմ կյանքում, որ ամեն ինչ ունեի անձնական։ Հետո եկան մութ ու ցուրտ տարիները։ Հետո ես հասկացա ու ինքս մեջ անալիզ անելով հասկացա, թե դու ինչ ես ուզում ես կյանքում ավելի շատ։ Լինել կայացած լավ դերասանուհի, բայց լինել միայնակ կին, թե լինել այն մարդու կողքին, որին ուզում ես, որ քո կողքին լինի, եւ լինել դերասանուհի ոչ շատ
առաջատար կամ առաջին պլանում։ Ես հիմա չեմ ասի, որ ես շատ հետին պլանում եմ, բայց պիտի բալանսի բերեի։ Այս կյանքում պիտի ինչ-որ բաներից հրաժարվես ինչ-որ բաների համար կամ հանուն ինչ-որ բաների։ Առաջին տպավորությունը Արմեն Խանդիկյանի հետ շփման ժամանակ։ Քիչ առաջ երբ պատմում էր, որ հանդիպեցիք, զրուցեցիք, այդ ժամանակ արդյոք կմտածեիր, որ տարիներ անց նա կլիներ քո կյանքի ընկերը, կլիներ քո ամուսինը։ Ինչ տպավորություն ստացար։ Դա հաստատ առաջին իսկ հանդիպումից շատ ուրիշ ինչ-որ բաներ են իմ մեջ արթնացել, որը որ ես միևնույն է հետո հասկացա ինչ էր, չեմ կարող ասել դա սեր էր առաջին հայացքից, բայց որ Արմեն Խանդիկյանը իմ իդեալին մոտ մարդ էր, չեմ կարող ասել, որ ես մտածել եմ, որ իր հետ պիտի ամուսնանամ կամ իմ կյանքը իր հետ կապեմ, որտեղ իդեալների հետ հաստատ չեն ամուսնանում, ու ելի եմ ասում, ես շատ ռեալիստ եմ, ես կարողանում եմ երազանքներն ու այդ եթերային բաները իրականությունից տարանջատել, այո, բայց միշտ ասում էի, որ այ կուզենայի իմ կողքին այսպիսի տղամարդ լիներ, որ ասեմ թատրոնում ես շատ կարող էի հասկանալ, թե ինքը ինչ տեսակ տղամարդ է ընտանիքում եւ այլն, հաստատ սուտ կլինի, որովհետեւ ինքը բավականին խիստ անձնավորություն է, ինքդ գիտես, ու թատրոնում չես կարող հասկանալ ինքը, բայց այն հմայքը, այն տաղանդը, այն գերբնական ուժը, չգիտեմ ոնց բացատրեմ, որ կա իր մեջ, որ ինքը կարողանում է դերասաններին ու բոլորին այսպես գերել ու տանել իր հետևից, դա եղել է հենց առաջին իսկ րոպեից, վայրկյանից։ Իսկ հետո երևի էլ եմ ասում ճակատագիրը խաղաց այդպիսի մի խաղ, այնպես եղավ, որ եկավ այդպիսի պահ, ինքը արդեն մենակ էր, ես բավականին երկար ժամանակ փնտրտուքի մեջ էի ու այդպես էլ չէի գտնում այն տղամարդուն, որը կուզենայի, որ իմ կողքին լինել, որին ես կուզենայի ենթարկվել, իսկ ես ընդհանրապես իմ տեսակով չենթարկվող մարդ եմ եղել, հիմա էլ ասում են այդպիսին եմ, բայց այդպես չէ, հիմա ես բավականին ենթարկվող մարդ եմ ու այսինքն ցանկացած ուժեղ կին ուզում է իր կողքին տեսնել ուժեղ տղամարդու, որը կայացած է, որին կարող ես լսել, ենթարկվել, որը իր խոսքով կարող է ազդեցություն ունենալ քո քայլերի ու մնացած բաների վրա։ Դու միշտ եղել ես հմայիչ, խնամված, գեղեցիկ, վստահ եմ, որ քո կյանքում բազմաթիվ են եղել ամուսնության առաջարկները։ Հնարավոր է, որ Արմեն Խանդիկյանի առկայությունն էր, որ թույլ չտվեց կատարել որևէ այլ ընտրություն։ Հնարավոր է, որովհետև երևի թե իր ներկայությունը ինձ խանգարում էր ու ես միշտ ինչ-որ թերություններ էի բոլորի մեջ փնտրում տեսնում, բայց ելի եմ ասում, տարիքային նույնիսկ եղել են մարդիկ, որոնք ասենք 8 տարի են ինձնից մեծ եղել, ես միշտ ինչ-որ դիսկոմֆորտի մեջ էի։ Ես երբեք չեմ սիրում ասել, ես ինչ եմ ուզում, ինձ ինչ դուր է գալիս, դուր չի գալիս, ելի եմ ասում, ես ուզում էի մարդ, որը ինձ լուր կարողանար այնպես անել, որ ես ենթարկվեի։ Լուսահոգի հայրս, ասում եմ, եթե ողջ լիներ, չէր հավատա, որ ես սա իր աղջիկն է, ու միշտ ասում էր, տեսնես, ես կտեսնեմ այն մարդուն, որը քո սանձերը կձգի, հա, իմիջայլոց ասեցի սանձերը ձգել, անսանց կնոջ սանձահարումն էի 7 տարիքում ուզում խաղալ, որովհետև բավականին ինձ նման էր։ Հա, հիմա էլ չէ, որովհետև դրա կարիքը չկա։ Դժվար չէ կյանքը կապել մի տղամարդու հետ, ով բավականին երկար ճանապարհ է անցել, ունեցել է հարուստ կյանք, լի ուրախություններով, տխրություններով։ Այդ քայլը կատարելիս արդյոք չուներ մտավախություն, որ դժվար կլինի քո ճանապարհը։ Իհարկե գիտեի, որ դժվար կլինի եւ եղավ դժվար բավականին էտապներ եւ էլի կյանքը ինքնին հետաքրքիր է հենց դժվարությունները հաղթահարելով։ Ես շատ շուտ հոգնում եմ մի օրինակությունից, ամենալավ բանից էլ շատ շուտ հոգնում եմ ու ձանձրանում եմ։ Երևի հենց դրանից է, որ ես միշտ փնտրում եմ բարդություններ եւ չգիտես ինչի կյանքը ինձ միշտ շատ մեծ բարդություններ է տալիս, որպեսզի ես դրանք հաղթահարեմ։ Ես բավարարված եմ զգում, երբ որ ես հաղթահարում եմ։ Դրանով իսկ լցնում եմ իմ կյանքը, դրանով ինձ ավելի կայացած եմ զգում ու հետաքրքիր է։
Ես քեզ բեմի վրա շատ լավ գիտեմ, հեռուստադիտողը նաև ճանաչում է քեզ սերիալային, նաև քո կերպարներով։ Ինչպիսին է Գոհարը տանը։ Արդյոք շատ ես տարբերվում։ Դե այնքանով եմ տարբերվում, որ ես բեմում ինչպես ինքդ գիտես, բավականին կանանց եմ խաղում, որոնք բազում վատ, բացական համարվող, չգիտեմ, կյանքում ավելի հավասարակշիռ եմ, ավելի կարգապահ, մեկ-մեկ ձանձրացնող կարգապահ, ու եթե երևի այսպեսին չլիներ, Արմեն Խանդիկյանի հետ միատեղ համատեղ կյանքով չէինք կարող ապրել, շատ պատասխանատվություն ունեցող կրող ու շատ պահանջկոտ եմ, որովհետև ես ինքս այդպիսին եմ, ես երբ որ նվիրվում եմ, անսահման շատ է իմ նվիրվածությունը, երևի դրա համար էլ այդպիսին պահանջում եմ իմ հանդեպ վերաբերմունք, բծախնդիր եմ, մաքրասեր եմ, մի շարք բաներ ունեմ, որ եւ լավ է եւ վատ։ Բայց եւ զգացմունքային ես եւ բեմում եւ կյանքում։ Ահա որ զգացմունքային եմ, բայց կարողացել եմ տարիների ընթացքում երևի մասնագիտությունից ելնելով բալանսի էլի բերել, որովհետեւ ընդհանրապես զգացմունքայինությունը կնոջը շատ խանգարում է կյանքում։ Հատկապես տղամարդիկ չեն սիրում։ Դու պիտի կարողանաս քո այդ զգացմունքայինությունն էլ կառավարել։ Այո, դա շատ տեղերում խանգարում է։ Փորձում եմ ու հենց դրանով էլ է հետաքրքիր, որ դու անընդհատ քո վրա աշխատում ես։ Ու պիտի աշխատես մինչև վերջ, որպեսզի եւ բեմում եւ կյանքում կարողանաս թվացial լինել շատ հավասարակշիռ մարդ, հատկապես մեր գործում, որ կոլեկտիվ աշխատանք է, կարողանալ մթնոլորտում ավելորդ էքսեսներ չլինեն, մաչելի լինես, սիրելի լինես, ինչու՞ չէ կոլեկտիվում ի նկատի ունեմ։ Բայց եւ չկորցնել եսդ։ Անպայման։ Դա որ ուզենամ էլ չեմ կորցնի, իմ մեջ ջավախքի արյուն կա։ Այնպես որ դա մի քիչ շատ ընդգծված է իմ եսը։ Դու նկարահանվում ես սերիալներում։ Այսօր շատ են քննադատում սերիալներում նկարահանվելը, եւ որոշ դերասաններ ասում են, որ դա ճիշտ չէ։ Ինչ կարծիք ունես դու այս մասին։ Շատ երկար չեմ նկարահանվել, հետո նկարահանվեցի նորից բավականին երկար դադար ունեցա, հիմա նորից սիրալում եմ, ինչով զբաղվի դերասանը։ Թատրոնը իմ ամենասիրելի աշխատանքն է, որով ես զբաղվում եմ շուրջ 30 տարի, բայց ցանկացած դերասան, ել եմ ասում, ես միօրինակություններից շուտ հոգնող մարդ եմ։ Իսկ սերիալային դաշտը ինչով է հետաքրքիր, ինքը շատ արագընթաց մի գործընթաց է, որը որ նախ դերասանը սկսում է ինքը հասկանալ ինքը իրենից ինչ է ներկայացնում, որովհետև այնտեղ չկան երկարատև աշխատանքներ, ռեժիսոր, որը քեզնից կքամի, կստանա, դրա համար ինձ հետաքրքիր է։ Ես արագ աշխատող մարդ եմ ու ինձ հետաքրքիր է այդ արագ process-ը, ինչպես կարող ես ներկայանալ հանդիսատեսին եւ ինչու՞ չէ ճանաչում է բերում սերիալը, մարդիկ սերիալում քեզ տեսնելով գալիս են թատրոն, արդեն ուզում են քեզ թատրոնում էլ տեսնել, նաև դրա համար է շատ լավ։ Համաձայն եմ։ Այո, այն ժամանակ հեռուստա ներկայացումներն էր, որի շնորհիվ գալիս էին ու հարցնում էին դրամարկղում այսօր որ դերասանն է խաղում, հիմա էլ սերիալից տեսնելով, հավանելով գալիս են ու ուզում են քո ներկայացումները տեսնել։ Սա շղթայական ռեակցիա է, որը պիտի ունենա ամեն դերասան։ Մի բան է, որ բոլորս կուզենայինք, որ սերիալների մակարդակը ավելի բարձր լինի, դա ցավոք դերասանի աշխատանքը չէ, դա մի սիստեմ է, որը դա հեռուստաընկերությունների, պրոդյուսերների եւ մեծ չվերաբերող մի մաս է, որի մեջ ես չէի ուզենա շատ հիմա խորանալ։ Որ ինչը կարող է լինել պատճառ, որ դու հրաժարվես որևէ դերից։ Մինչ այսօր թույլ չեմ տվել ինձ այդպիսի բան, հասկանալով, որ թատրոնում եթե տրվել է քեզ այդ դերը, ուրեմն հասկանում են, որ մեկ ուրիշը չկա, որ դա կարող է խաղալ, դա իմ սրտով է, թե իմ սրտով չէ։ Ինձ չեմ վերապահել այդ իրավունքը մինչ այսօր, բայց իհարկե չէի ուզենա խաղալ բաներ, որ ասենք խաղացել եմ ու դրանց ասենք կրկնությունն է, կամ չէի ուզենա խաղալ մի բան, որ ինձ այլևս ոչինչ չի տա որպես դերասանուհի։ Ես կուզենայի խաղալ այնպիսի դերեր, որի
համար ես շատ տառապեմ, տանջվեմ, աշխատեմ, ունենամ process ու ստանամ արդյունք, որը ինձ բավարարի։ 2009 թվականին Սիրային խառնաշփոթ ներկայացման մեջ Նենսիի դերակատարման համար արժանացել ես Արտավազդ մրցանակի որպես տարվա լավագույն դերասանուհի։ 2012-ին Ձուկն առանց ջրի ներկայացման մեջ կնոջ դերակատարման համար տարվա լավագույն երկրորդ պլանի դերասանուհի։ Ինչ դեր ունեն քո կյանքում մրցանակները, որքանով են կարևոր։ Ասեմ, որ կարևոր չեն սուտ կլինի, բայց հիմա պիտի տարանջատեմ իմ գլխավոր դերի համար ստացած մրցանակը եւ երկրորդ պլանի դերասանուհու համար։ Երկրորդ պլանի ստացածս երևի ինձ ավելի հետաքրքիր էր ու ավելի հաճելի էր, ինչու։ Դե Նենսիի համար ստացա, որովհետեւ դա գիտես ինչպես է արվում, այդ տարի արված գործն է ներկայացվում։ Նորմալ էր, ստացա, ինձ համար կարևոր է թե դա հետո քեզ ինչ կտա։ Որովհետև մեզ մոտ մրցանակները, կոչումները, ընդհանրապես ամեն ինչ մի տեսակ անիմաստ է դարձել։ Պարզապես ուղղակի այդ պահին կոմպլիմենտի պես մի բան է դառնում դերասանի համար, ուրիշ ոչինչ։ Բոլորը դրան ձգտում են, բոլորը ասում են, օ ես ստանամ, տարվա լավագույն դերասանուհի ստանամ կամ կոչում ստանամ, բայց ստանալուց հետո հասկանում ես, որ դա ոչինչ է։ Մեր երկրում համենայն դեպս, որովհետև ուրիշ երկրներում դա ունենում է իր ընթացքը, այդ դերասանների գումարային բաներն են ավելանում ֆիլմերում, այսինքն ստավկա կոչվածը, որը կար նաև խորհրդային միության ժամանակ։ Հիմա դա չկա ու դա կուզենայի նաև մրցակցություն լիներ իսկապես շատ ուժեղ մրցակցություն, այսինքն դու հասկանայիր, թե երբ որ դու այդ մրցակցության մեջ ես, դա ում հետ ես մրցում, ովքեր են ներկայացված, իսկ սա ընդամենը ֆորմալ մի բան է, որ այսինքն ամփոփում են այդ տարի ով ինչ է արել, ու մեկը մի քիչ ավելի լավ, մեկին հավանեցին, մեկին չհավանեցին, մի խումբ է ընտրվում, ասենք, մասնագետների մի 7 հոգի, որոնք այս դերասանին միգուցե շատ չեն համակրում, մեկին ավելի են համակրում, այդպես տրվում է, չեմ ուզում վատաբանել։ Ուղղակի պատկերն այդպեսին է։ Պատկերն է ու վերջին տարիներին ինչ էլ որ արդեն խաղում եմ, ես չեմ էլ ուզում, որ ինձ ներկայացնեն, որովհետև ասում եմ, Ձուկն առանց ջրի կոնկրետ ինձ հետաքրքիր էր, որովհետև ես հաղթահարեցի, ես ստացա այդ դերը իմ ցանկությամբ ու Արմենը Խանդիկյանից չէր էլ տեսնում այդ դերում ու ես համարում եմ, որ ինքը հետաքրքիր դերակատարում է, թեկուզ երկրորդ պլանի ստանալ երևի ավելի պարտավորեցնող է, քան առաջի պլանի դերակատարման համար։ Մրցանակների մասին քո կարծիքը հասկանալի է։ Որն է ըստ քեզ լավագույն գնահատականը արվեստագետի համար քո աշխատանքի դիմաց։ Ծափերն ու ժպիտները հանդիսատեսի, այն, որ դահլիճում դու խոնարհվելիս տեսնում ես, որ մարդիկ գոհ են ու ժպտում են քեզ։ Ինձ համար այդ երևի այդ պահի համար ենք մենք աշխատում թատրոնում։ Ես միայն դրա համար եմ աշխատում եւ այն իմպուլսները, որ ես ամբողջ process-ի ընթացքում բեմից ստանում եմ։ Դա ոչ մի հաճույքի հետ չեմ փոխի իմ կյանքի։ Գոհար, ինչից ես ամենից շատ վախենում կյանքում։ Միայն մարդկային կորստից։ Իսկ ինչի համար ես շնորհակալ ճակատագրին։ Ճակատագրին շնորհակալ եմ, որ ես այսօր զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով, աշխատում եմ իմ սիրելի թատրոնում, կողքիս ունեմ սիրելի տղամարդ, սիրված եմ, որպես կին կարծում եմ պիտի բավարարվեմ։ Ամեն դեպքում որն է քո ամենամեծ երազանքը կամ ցանկությունը, ինչի մասին ես երազում հաճախ։ Դե մի ժամանակ երազում էի, որ մի 2-3 բալիկներ կունենամ, այդպես չստացվեց ու դա մնաց երազանք։ Գոհար, ես սրտանց մաղթում եմ քեզ բազում ծափեր, ժպիտներ եւ մեծ էներգիա աշխատելու եւ արարելու համար։ Եվ միշտ այսպեսի փայլող աչքեր։ Շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսպեսին էր Գոհարի Գիթյանը, բարի, զուսպ եւ հմայիչ։